Պատճառը թե որ պահից ձեր եւ Վարդան Ղուկասյանի հարաբերությունները այդպես խզվեցին, լարվեցին։ Նորից եմ կրկնում, քանի դեռ ինքը գտնվում է կալանքի տակ եւ վիճակի չի ինձ պատասխանելու, ես որևիցե կոմենտարիաներ չեմ տալու Վարդան Ղուկասյանի հետ կապված։ Դրանով էլ ես իրանից տարբերվում եմ եւ ոչ միայն դրանով։ Բայց տեսակ ամեն դեպքում կողմից էլ են ասում, որ դու եւ ձեր այստեղ մյուս խմբակցության ձեր գործընկերները իր անվան հաշվին եք դարձել ավականու անդամ, մանդատ ստացել։ Լավ, սենց ասեմ ձեզ, ես 58 տարեկան եմ, Վարդան Ղուկասյանը 45, երբ որ ես սպետությունում եղել եմ, ինքը դեռ նոր առաջի քայլերն էր անում։ Ամեն դեպքում ով անունով է դա կարելի է պատասխանեմ։ Այսինքն ով ձայնով եկե, հարցում դրա գնահատական տվողը հասարակությունն է, հանրությունն է, ոչ թե Վարդան Ղուկասյանը կամ էլ Արտակ Գալստյանը։ Սպասում են մոտալուտ ընտրություններ, կարծում եմ այն ժամանակ այդ հարցի լուծումը կտրվի։ Դուք համարում եք, որ Ավինյանը միանշանակ որ կուսակցությամբ ինչ։ Արեն ձայնով։ Իսկ դուք համարում եք, որ ձեր խմբակցությունը օժանդակեց, որ Տիգրան Ավինյանը դառնա Ոչ չեմ համարում։ Ինչու՞, որովհետև եթե իրենք չմասնակցեն եւ քվորում չապահովեն, Ավինյանը չէր դառնա քաղաքապետ։ Ինչ կլիներ այդ ժամանակ։ Չենք ունենալ քաղաքապետ, որի անունը Տիգրան։ Այսինքն նորից կգնայինք ընտրությունների։ Դուք ո՞նց եք ուզում, դուք ուզում եք, որ Ավինյանը դառնա քաղաքապետ։ Չէ, դեպքում ես ձեզ հարց եմ տալիս։ Ինչ որ մեկը կասկածում է, ոչ որքան ես գիտեմ, եւ ընդ որում դա բավականին օբյեկտիվ է, բոլորը մեղադրում են իշխող կուսակցության անդրակեղծիքներ անելու համար։ 21 թվականին ես եղել եմ վարչապետի տեխնոցում, ընդ որում միակն եմ եղել, որ Սահմանադրական դատարանից հետո բողոքը տարել եմ, հասել եմ Եվրոդատարան, այսինքն անդրակեղծիքների ամբողջ պրոցեսը իզնից լավ ոչ մեկ չգիտի եւ մեխանիզմը նույնպես։ Այսինքն ինչ որ մեկին թվում էր, եթե հարային ձայնը կոպիտ ասած չմասնակցեր քվորումին, հեսա դրան առանձին էլ կարող դառնամ։ Այլ անձի կընտրեն, այլ տեխնոցի կընտրեն։ Չէ կարող։ Դե այլ ընդդիմության շուրջ կոալիցիա կա։ Չէ կարող, որովհետեւ ես գտնվում եի կալանքի տակ մեկ, Տիգրան Ուրիխանյանը գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում հետախուզման մեջ, ձայների քանակով չէի կարող։ Հիմա դուք ՑՊ-ի Ավինյանի կողմ եք թե դեմ։ Բնականաբար դեմ եմ։ Դեմ։ Բայց ես sense ասեմ, մի րոպե էլի ժողովուրդ ջան։ Խորհրդային քանի անգամ իր նախաձեռնություններին կողմ եք քվեարկել, այդ թվում օրինակ կարմիր գծերի մասով։ Կամ նպաստել առնվազն, կամ պասիվություն է ցուցաբերել։ Հիմա ձեր հարցին պատասխանեմ sense, այսօրվա գործող իշխանությունը անհիմն կալանավորել է ինձ, որդուս, կնոջս, հարցս մինչև հիմա հետախուզման մեջ է։ Եթե այսքանից հետո ինչ-որ մեկը մտածում է, որ Արտակ Գալստյանը կարող է լինի քաղաքացիական պայմանագրի հետ, ես ընդհանրապես բան կարող եմ ասել, որ այդ մարդը ունի լուրջ արժեհամակարգային խնդիր։ Դրանով այդ հարցը ես փակում եմ։ Ինչ վերաբերում է կարմիր գծերին եւ մնացածին, ամեն դեպքում հանրային ձայնի մեր տղաները այդ ընթացքում կարողացել են դիմագրավել, պահպանել իրենց գոյությունը քաղաքական դաշտում, այնպես ինչպես կարողացել են մի կողմից ես, մի կողմից Վարդան Ղուկասյանի հարձակումները, մյուս կողմից հետո համատարած ձերբակալումները։ Շատ լավավոր մամուլ է, այսօր թողեք ավարտեմ։ ԿՊԱ-ականների Ինչա։ Ուրեմն կապված մեր թիմակիցների եւ նրանց պահվածքի հետ դա ներքին կուսակցական խնդիրն է, չեմ կարծում, որ դրա կարիքը կա, որ մենք դա բարձրացնենք։ Ես ասում եմ ԿՊԱ-ականների նախագծերին կողմ քվեարկելով կամ դրանց անցնելու նպաստելով քաղաքական գոյությունը պահպանել։ Մեր համար գոյություն չունի ԿՊԱ-ականների նախագծեր, ամբողջ խնդիրը կազմվում է դրանում, թե տվյալ նախագիծը որքան է համահունչ Երևան քաղաքին։ Եթե համահունչ է Քավլիցի, ԿՊՆԳ-ի թե Մայր Հայաստանը, թե մենք կողմ ենք քվեարկելու, եթե զգացինք, որ սխալ է, բնականաբար բանը քվեարկելու։ Համահունչ է, դուք օրինակ վարորդ չգիտեմ, եթե մեքենա վարում եք, ձեզ ձեռք է տալիս։ Ընդհանրապես մեքենա ունեմ, բայց 3 տարի արգելավված է, կուսակցության գրասենյակն էլ պլոմբած է, գտնվում է քաղաքացին։ 160,000 դրամ որպես վարորդ ապագա։ Նորմալ է համարում, համահունչ է քաղաքի։ 160,000 դրամը չի մասին կանգառի։ Կարմիր գծերի։ Նո բունի մասով գտնում եմ, որ իրոք սխալ էր, բայց նաև սխալ է 12,000-ը, նաև երրորդը կարող եմ ավելացնել, ինչ վերաբերում է խցանումներին, հաստատ կյանքն էլ ցույց տվեց, փորձն էլ ցույց տվեց, որ կանգառների գինը բարձրացնելով այդ խնդիրը չի լուծվել։ Ոչ, չեմ կարող նման բան ասեմ, նորից կրկնում եմ ես իմ ասածը, ինչ կատարել են իմ թիմակիցները, ինչ չեն կատարել, դա ներքին կուսակցական խնդիրներն են, հրապարակայնման ենթակա չեն։ Դրանով էլ Վարդան Ղուկասյանից տարբերվում եմ իդե։ Այո։ Ոնց էր անունը, հա։ ԿՊ-ից որ եկել էր։ Այդե մենք այն ժամանակ քանի որ շատ էր շարքվում Արտակ Գալստյանի նրա ընտանիքին առաջադրված մեղադրանքները, մենք գրավոր դիմել ենք, ընդ որում շարքում էր նաև մեր ընդդիմադիր գոլեգաների կողմից, մենք գրավոր դիմեցինք բոլոր խմբակցություններին, որ
միջև շահարկել է գոնե մեկ անգամ եկեք դատական նիստի, տեսեք ինչա կատարվում։ Իզարմանասինց եկավ մենակ քաղաքացիական պայմանագրից, ուրիշ որևիցե ֆրակցիայից չկա։ Որ նիստներ Դատական նիստերին, որտեղ հետազոտվում են գործի ապացույցները։ Տեսա, որ համոզվեցին, որ զրոյական է։ Ասում էին ընդդիմությունը հատկապես նրանք, որոնք որ չեն միացել Տիգրան Ավինյանի ինքնության, ասում էին, որ առևտուր է տեղի ունեցել ԿՊ-ի եւ Հանդայինձայնի միջեւ։ Նման բան հայտարարողներին ընդհանրապես ես ձեզ խորհուրդ կտամ, իրավունքը ձերնա կտակ այդ հարցը թե չէ, մի հատ հարց տվեք, ասեք, եթե 2023 թվականի հոկտեմբերի 10-ին առևտուր ա եղել ԿՊ-ի եւ մեր ինչն է պատճառը, որ ես անձամբ Կալանքից ու Բարաշեն քրեակատարողականից դուրս եմ եկել 2024 թվականի սեպտեմբերի 10-ին, որդից դեկտեմբերի 10-ին, այսինքն 2 տարի հետո։ Այսինքն այդ ինչ առևտուր է արել, որ պետք է համաձայնվի, որ տղաս կամ կինս կամ ես մտնենք Կալանքի տակ թողեք ավարտեմ, միևնույն ժամանակ այդ ինչ առևտուր էին կարել, որ հանրային զայն կուսակցության գրասենյակը, այդ դրանից խոսացեք, որ քաղաքական կուսակցության գրասենյակը 3-րդ տարին կապարակնքված է ամբողջ թաղաշրջանառությունը գտնվում է քննչական կոմիտեում, այն դեպքում, երբ որ գործերը գնացել են ամբողջովին դատարան եւ որովհետեւ մեկը իրեն չի ճանաչված։ Իսկ հնարավոր է Վարդան Ղուկասյանը մտածել լինի առևտրի մեջ։ Ունենք թե չի հասկաց Նայեք, ժողովուրդ ջան, ամբողջ խնդիրը կայանում է դրանում, ես իրավաբան եմ, բնականաբար որոշակի հարցերի շուրջ ես ունեմ իմ կասկածները, բայց մինչև չունենամ ապացույցներ, չեմ կարող որևիցե բան ասեմ։ Ինչ վերաբերում է ձեր ասածին, հնարավոր է Վարդան Ղուկասյանը թե ոչ, ես այն ժամանակ քրեակատարողական հիմներքում հնարավորություն ունեցել եմ տեսնել իր լայվը, կարծում եմ, որ Վարդան Ղուկասյանն ինքը ուղիղ է հայտարարել, որ Ավինյանին քաղաքապետ դարձնելը եղել է իր որոշումներից մեկը։ Իսկ երբ որ Վարդան Ղուկասյանը հայտնվի ազատության մեջ, ճիշտացումը չգիտենք, մեկ ասում են ազատ է, մեկ ասում են այնտեղ է։ Ոչ Վարդան Ղուկասյանը միջեմը գտնվում է Կալանքի տակ։ Շատ լավ, երբ որ ազատության մեջ հայտնվի եւ հնարավորություն լինի դրա հետ կապի դուրս գալ, դուք նրան ինչ կասեք։ Այ երբ որ կհայտնվի, երբ որ դուրս գա, այն ժամանակ իհարկե ունենք։ Բայց նա ինքը ասել էր ես եմ ստեղծել հանրային ձայնը, ես էլ կթաղեմ։ Դուք ինձ Մենք ունենք քաղաքական գործիչ, որ ասում էր Արցախ Հայաստանը եւ վերջ, հետո նույն այդ քաղաքական գործի հիմա ճիշտ են ոնց չլսեց։ Ну, կարծում եմ, եթե միջև այդ հարցը տալ, եթե դուք մի քիչ ուսումնասիրեք իմ թեկուզ եւ Facebook-յան էջը, այդ հարցը չեք տա։ Բնականաբար շատ վատ։ Չէ, նկատի ունեմ, որ բավականին էս վերջին նույնիսկ Կալանքի ժամանակ եւ տնային Կալանքի եւ հիմա էլ վարչական հսկողության տակ ենք, բազմաթիվ հրապարակային մենք այդ հայտարարությունները արել ենք։ Միանշանակ։ Ո՞վ է ձեր վարչապետի թեկնածու։ Ես։ Դուք միայնակ եք մասնակցելու ԿՊ-ի հետ։ Ոչ։ Իհարկե ոչ։ Ինչու՞ դիմավորում։ Թիմացիներն են։ Այո։ Ինչ հույսով եք այս դեպքում շանսեր ունեք խորհրդարանական ընտրությունների մասնակցելու։ Լավ, արեք ես ձեր հարցին sense պատասխանեմ։ Այսօր հարձակվում են եկեղեցու վրա ամբողջ պետական մեխանիզմով։ 3 տարի առաջ ամբողջ պետական մեխանիզմը հայտնվել հարձակվել էր իմ ընտանիքի վրա եւ հանրային զայն կուսակցության վրա։ 3 տարի հետո հանրային զայնը կա դեռ ոտի վրա է։ Հուսով եմ եւ վստահ եմ, որ կաթողիկոսը նույնպես ամեն ինչին կդիմագրավի։ Այդ նույն հույսով էլ վստահ ենք, որ վաղը միսօր եթե նույնիսկ մենք էլ չհաղթենք, գոնե ընդդիմադիր ուժերը կունենան այն զայնային մեծամասնությունը, որ կազատվենք այս իշխանություններից։ Ամբիցիոզ համատական չէ, ձեր ընտանիքին համատեղ կաթողիկոսի եկեղեցի։ Ոչ, ես երևույթի հետ եմ համատում, բացարձակապես։ Լավ, հիմա Ոնց կանամ կաթողիկոսի հետ ինձ համատեմ։ Նա Աստծուն դրելն է։ շատ լավ։ Ձեր այստեղ թիմակիցները լինել են ձեր ցուցակում այդ։ Միանշանակ մեր թիմակիցները մեր հետ են, որևիցե խնդիր չկա։ Ասեմ ավելին, որ հնարավորության ինչքան թույլ են տվել կոմունիկացիաները, մենք կարողացել ենք իրար հետ կապի մեջ։ Դիմադիրների հետ միավորվեք։ Նայածում։ Ում հետ չեք միավորվում։ Դե Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, պետք է որ չմիավորվեն, մնացածը քննարկ մեծ հաճույքով։ Ոչ։ Լավ, բայց դուք եթե Բայց ասում եմ, ինչ որ ես ասացի այո կամ ոչ, սա այսօրվա իրավիճակային գնահատականն է։ Քաղաքական ԿՊ-ի հարցում միանշանակ չենք փոխվի, մնացածի հարցում նորից եմ ասում, նպատակը իշխանափոխությունն է։ Լսվեցին բոլոր վկաները, հետազոտվեցին բոլոր ապացույցները, դատարանը որոշումը կայացրեց։ Վայ, նո մեղադրանքը սկսվում է հետևյալ նախադասությունով, որ ստեղծել եմ հանրային զայն կուսակցությունը, որ ձեռք բերեմ հեղինակություն եւ հերթական ընտրությունների միջոցով զավթեմ Հայաստանում իշխանություն։
ձեր նկատմամբ Ու հետո արդեն մնացածը։ Արգալիստ Խոշտանգումներ եղել է, խոշտանգման գործը տրվել է հաղորդում, կատարվել են իբր թե քննչական գործողություններ, արկա է կարճման որոշում, բողոքարկել ենք դատարան, հենց այս պահին գտնվում է առաջացանը։ Ինչի համար է դուք ոնց եք գնահատում։ Արել են անձամբ ձեր դեմը ուղղված թե մեկ Վարդան Ղուկասյանի վրեժը փորձել են ձեր Բացարձակապես Վարդան Ղուկասյանը խոշտանգումների հետ կապված բացարձակապես չկար, ես ես վերջերս դա ընտապանում ելույթ ունեցեք, կրկնվեմ։ Ի զարմանալից ինձնից պահանջում էին ցուցմունքներ գլխավոր դատախազան Վարդապետյանի եւ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աղաջյանի դեմ։ ովքեր են պահանջում քննչական կոմիտե։ Այո, կոմիտեն նախագահի հետ։ Արգիշ Տիկարյանյանի ժամանակ։ Ուղղակի պահանջում էին, որ իրաց դեմ ցուցմունք տան, որ իբր թե իրեն գույներ են տրամադրել ինձ, ես էլ Վարդան Ղուկասյանին, որ վարկաբեկենք Նիկոլ Փաշինյանին, բնականաբար ես այդ հիմարության մեջ չմտա, որի արդյունքը եղավ խոշտանգ։ Արտոն Քարամյանը այդպես միջգերատաշչական խնդիր լուծել ձեր միջոցով։ Այս են ինչ-որ հիմա ձեզ ասեցի հարգելիս, դա գրված է հաղորդմանս տեքստի մեջ, որը դարել է քննության առարկա։ Իսկ ինչ-որ կարելի է ձեռնարկել են։ Հիմա նոր ասեցի ելույթի ժամանակ, թե այսօրվա նախաքննական մարմինները ինչպես են աշխատում։